Բարի առավոտ, բարի երկուշաբթի սիրելի հեռուստադիտողներ։ Վստահ եմ, որ լավ եք, 2 օր հանգստից հետո լի էներգիայով արթնացել եւ միացել եք մեզ, իսկ մեր լավ ու դրական տրամադրությունը պահպանելու համար հիմա առաջարկում եմ չփոխենք հեռուստաալիքը, քանի որ այսօր ունենալու ենք շատ հետաքրքիր եթեր։ Իսկ մեր լավ առավոտի կարևոր քայլերից մեկը իհարկե առողջ ծնվելն է։ Դրա համար առաջարկում եմ այսօր առավոտը սկսենք օգտակար խորհուրդներով եւ միասին խոսենք կեռասի մասին։ Եվ ասեմ, կեռասը բալի համեմատությամբ ավելի քաղցր է, բայց պակաս կալորիական։ Պարունակում է օրգանական թթուներ, ֆլավոնոիդներ, վիտամին C, A, B1, B2, E, PP։ Կեռասի 100 գրամը բարելավում է վիտամին C-ի օրվա պահանջի 20%-ը։ Միկրոտարերի վիտամին C-ի առատության շնորհիվ կեռասը համարվում է հակաբորբոքային դեղամիջոց։ Բջջանյութի պարունակության շնորհիվ կեռասը բարելավում է մարսողությունը, կարգավորում է միկրոֆլորան, պայքարում է փորկապության դեմ։ Ֆլավոնոիդների բարձր պարունակությունը կանխում է քրոնիկ հիվանդությունների զարգացումը, պաշտպանում է օրգանիզմը ազատ ռադիկալներից։ Կեռասում շատ կա նաև կալիում, որը նպաստում է սրտամկանի ամրացմանը։ Կումարինի պարունակության շնորհիվ կեռասը նվազեցնում է արյան մակարդելիությունը եւ նվազեցնում է թրոմբոզի առաջացման հավանականությունը։ Սակավարյունության դեպքում կեռասի օգտագործումը շատ օգտակար է։ Սակայն շաքարային դիաբետ, գաստրիտ եւ սննդային ալերգիաների ժամանակ այն խստիվ արգելվում է եւ եթե ցանկանում եք օգտագործել, ապա պետք է նախ եւ առաջ խոսեք բժիշկի հետ։ Նաև նշեմ, որ այսօր 1892 թվականի մայիսի 19-ին Երևանում լույս աշխարհ եկավ հայկական կինեմատոգրաֆիայի եւ կինեմատոգրաֆիայի ազգային ոճի հիմնադիրը, հայ գեղարվեստական կինոյի ռեալիստական ուղղվածության կանխորոշողը, դերասան, սցենարիստ եւ կինոռեժիսոր Համո Բեկնազարյանը։ Բեկնազարյանը ոչ միայն հայ, այլև խորհրդային կինեմատոգրաֆիայի խոշորագույն դեմքերից էր։ Մարտով առաջինը դարձավ մեր ազգային էպոսի Նամուսի տեսալուսավորիչը եւ հայ առաջին հնչյունային ֆիլմի Պեպոյի ստեղծողը։ Նրա ֆիլմերը չեն հնանում, դրանք մեր մշակույթի ոսկեզօծ էջերն են, որտեղ զետեղված են մեր ժողովրդի հոգեբանությունը, բարոյական արժեքներն ու պատմական անցքերը։ Մենք ունենք պատրաստած Համո Բեկնազարյանի մասին պատմող տեսանյութ, հիմա առաջարկում եմ դիտենք ռեպորտաժը եւ շարունակենք մեր եթերը։ Համո Բեկնազարյան, մարտով միայն ֆիլմեր չէր նկարահանում, նա կերտում էր ժամանակ, զգացմունք, գաղափար, պատմություն։ Նա ստեղծեց հայ կինոն։ Համո Բեկնազարյանը ծնվել է 1892 թվականի մայիսի 19-ին Երևանում։ Նրա մանկությունը անցել էր մի շրջանում, երբ Կովկասը մեծ փոփոխությունների դարաշրջան էր ապրում։ Երիտասարդ Համոն դեռ պատանեկության տարիներից առանձնանում էր աշխուժ մտքով, սուր հայացքով ու մի խորունկ հետաքրքրությամբ արվեստի հանդեպ։ Դեպի բեմ ու մեծ էկրան նա առաջին քայլերն արեց որպես դերասան Թիֆլիսի թատրոնում, հանդես գալով տարբեր ներկայացումներում։ Սակայն 20-րդ դարասկզբի նորությունը կինոն գրավեց նրա ամբողջ էությունը։ Շուտով նա տեղափոխվեց Ռուսաստան եւ արդեն 1914 թվականին նկարահանվեց իր առաջին ֆիլմում որպես դերասան։ Բեկնազարյանի կինոկարիերայի բեկումնային պահը տեղի ունեցավ 1920-ականներին, երբ նա անցավ ռեժիսորական աշխատանքի։ Նրա առաջին որպես ռեժիսոր նկարահանված լիամետրաժ ֆիլմը Նամուսը պատմում է ազգային ավանդույթների պատվի ու երիտասարդ սիրո պայքարի մասին։ Հեռու լինելով էժան հուզականությունից նա կարողացավ էկրանին փոխանցել մի ներաշխարհ, որը շնչում էր հայկական ավանդույթներով ու թավշյա հուզումով։ Նամուսը դարձավ ոչ միայն կինոէջ, այլև մշակութային փաստ։ Եվ այդ պահից սկսած Բեկնազարյանի անունը դուրս եկավ անձնականի սահմաններից ու դարձավ ազգային արժեք։ Բեկնազարյանը երբեք չի սահմանափակվել գեղարվեստական կինոյով։ Նա վավերագրական կինոյի խիզախ հեղինակ էր։ Նրա տեսախցիկը արձանագրեց պատմությունը Հայաստանի խորհրդայնացումը, աշխատավորի կենցաղը, գյուղացիության հոգսերն ու ուրախությունները։ Նրա Պեպոն ու Զանգեզուրը այսօր հայ կինոյի ոսկե ֆոնդի անկրկնելի մասն են։ Առաջինը հայկական համր ֆիլմերից էր, երկրորդը առաջին հայկական խոսքային ֆիլմը։ Բեկնազարյանը կանգնեց նաև հայ ֆիլմ կինոստուդիայի հիմքերին։ Նրա ջանքերով կինոն դարձավ ոչ միայն արվեստ, այլև ինստիտուցիոնալ երևույթ Հայաստանում։ Նրա ղեկավարությամբ կերտվեց մի սերունդ, որը շարունակեց նրա սկսած ճանապարհը։ Բեկնազարյանի կերպարը համադրում է հայրենասիրությունը,
ամենաբարձր ճաշակը մասնագիտական խստությունն ու մարդկային մեղմությունը։ Նրա աշակերտներն ու գործընկերները Դովլաթյանը, Մելիք Ադամյանը եւ ուրիշները միշտ հիշել են նրան որպես վարպետ, ով նախորդ գիտեր, որ պահի տակ ինչ կտեսնի տեսախցիկը։ Նա աշխարհից հեռացավ 1965 թվականին, թողնելով մեզ ոչ միայն կինո նկարների ժառանգություն, այլև մի ամբողջ ոգի։ Մեր էկրանների առաջին լույսերը հենց նրա լույսերից են բխել։ Բեկնազարյանը մեր տեսողական հիշողության հենասյունն է, նա մեր կինոյի վարպետն է, լույսի մարդը, ով տեսավ Հայաստանի պատմությունը շարժվող կադրերում։ Համո Բեկնազարյանը ոչ միայն հայ կինոյի հիմնադիրն էր, նա մեր ժամանակի պատմիչն էր ֆիլմաշարով, որը կշարունակի խոսել, երբ մենք լռենք։ Սիրելի հեռուստադիտողներ, մենք շարունակում ենք եթերը եւ ասեմ, որ գիտեք, որ Արաբական Միացյալ Էմիրություններում առավոտյան մարդիկ սկսում են օրը սուրճ խմելով եւ դա ընդունված է եւ մատուցվում է հատուկ անուշաբույր խնկով եւ զուգակցված հյուրընկալության մշակույթով։ Իսկ հիմա ես առաջարկում եմ պատրաստենք մեր անուշաբույր սուրճը կամ թե, վայելենք հաճելի երաժշտություն, վերադառնանք եւ ես արդեն շարունակենք եթերը կներկայացնեմ մեր այսօրվա հյուրին։ Մենք վերադարձանք, սիրելի հեռուստադիտողներ, շարունակում ենք եթերը, մեր հյուրը արդեն տաղավարում է, սիրով ներկայացնեմ նրան, Շուշան Մաթոսյանն է, ով սոցիալ մանկավարժ է եւ զբաղվում է նաեւ string art-ով։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ինչպե՞ս եք։ Լավ, շնորհակալ եմ, դուք։ Լավ, շնորհակալ եմ։ Մի փոքր կպատմեք ձեր մասին եւ կասեք սովորաբար առավոտյան մեր ավանդական հարցը, ինչպես է սկսվում ձեր առավոտը։ Ինչպես յուրաքանչյուր, այսպես հայի կերպարի առավոտ, բնականաբար սուրճով մենք գավաթ, առանց սուրճի իմ աչքերը, այսպես ասած, կոպիտ ասած չեն բացվում։ Ես Շուշանն եմ, ինչպես դուք նշեցիք, այո, նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ, որ հրավիրեցիք ինձ այստեղ, որովհետև ինձ համար շատ մեծ պատիվ է ու շատ մեծ ոգևորություն ամեն անգամ հայտնվել էկրաններից այն կողմ, խոսել իմ կյանքի մասին, իմ անցած ճանապարհի մասին, դա ինձ համար շատ մեծ մոտիվացիա է գործունեությանս մեջ։ Ես սոցիալական մանկավարժ եմ մասնագիտությամբ, բայց այն աշխատանքը, որով զբաղվում եմ, բացարձակապես կապ չունի։ Չնայած ինչ որ սենց ասած ընդհանրություններ ես փորձեցի գտնել այս երկու մասնագիտությունների միջև, բայց արվեստի այս ոլորտը շատ ավելին դարձավ ինձ համար։ String art-ը ինձ համար շատ նոր ուղիներ բացահայտեց ու ես ինձ ավելի լիարժեք դրսևորեցի հենց այս ոլորտում։ Ճիշտ է, զբաղվածությունս այս պահի միայն արվեստի այս գործերով չի սահմանափակվում։ Ես նաև հիմա զբաղվում եմ շատ ակտուալ մասնագիտությամբ, հիմա այս ժամանակներում, նաև սոցիալական ցանցերում զբաղվում եմ վիզուալ բովանդակության ստեղծմամբ, տարբեր կազմակերպությունների, տարբեր բրենդների հետ համագործակցելով, բայց իհարկե string art-ը որպես արվեստ, որպես իմ սիրելի աշխատանք մնում է իր ուրույն տեղում, այսպես ասած։ Նաև շատերի համար հասկանալի է, շատերին ծանոթ չէ, կասեք ինչ է իրենից ներկայացնում string art-ը։ Իհարկե, string art-ը հայերեն լարային արվեստ կամ թելերով արվեստ ենք ասում։ Սա արվեստի միջուղ է, որտեղ որ նկարներ ենք պատրաստում, բայց այդ նկարները չեն պատրաստում ուղղակի վրձնի կամ մատիտների օգնությամբ։ Սրա յուրահատկությունը նրանում է կայանում, որ այստեղ նկարներ, կտավներ պատրաստում ենք մեխերով ու թելերով։ Նախ տախտակների, փայտե տախտակների վրա եզրագծվում են, պատկերվում են այն նկարները, որոնք որ պետք է ստանանք, հետո արդեն մեղվում են դրանք ու համապատասխան գունային երանգներով նոր սկսում ենք հավաքել նկարները։ Սա մի ամբողջ այն կոպտությունից մինչև գունային տարբեր վառ երանգներ ստացվող ինչ-որ պատկեր է, բայց այս արվեստը իմ համար այն, չգիտեմ, դարձել այն արվեստի ամենագագաթնակետերից մեկը, որտեղ ես իրոք ինձ կարողացա դրսևորել այս ոլորտում։ Իսկ ինչը քեզ գրավեց, երբ սկսեցիր զբաղվել այս արվեստով։ String art-ով ես զբաղվում եմ արդեն 4 տարի ու այդ 4 տարիների մեջ յուրաքանչյուր նոր արած գործից մեջ ես միևնույնն է դեռ բացահայտում եմ այս արվեստը, որովհետև ամեն անգամ ինչ որ մի հատ նոր բարդությամբ բախվելիս ես հասկանում եմ, որ միգուցե դեռ ես լավ չէի բացահայտել սա, ես դեռ լավ չէի ուսումնասիրել ու սա ինձ համար եւս մեկ մոտիվացիա հանդիսանում այդ ավելի նրբությունները, հասկանալու համար։ Ես այս գործով զբաղվում եմ արդեն 4 տարի ու այս 4 տարիների ընթացքում սա ինձ համար լիքը նոր ճանապարհներ հարթեց, լիքը նոր հաջողությունների սկիզբ հանդիսացավ ու այդպես հիմնականում
հիմա այս պայծրությամբ աշխատանքիս առումով, զբաղվածությանս առումով մի փոքր տուժում է արվեստս, որովհետև չեմ կարողանում ժամանակից մեջ այդքան լիարժեք տեղավորվեմ, բայց միևնույնն է, ազատ ժամանակս որպես թերապիա, ասենց ասած, նաև արվեստը իմ համար դեռ իր ինքնատիպ տեղում է հանդիսանում։ Օրինակ նկարչությունը թերապիա համարում ենք, իսկ այս արվեստը նույնպես կարող ենք համարել թերապիայի ձև։ Իդեպ ես որ ասում եի, որ մասնագիտությանս զուգահեռ կարողացա ինչ-որ ընդհանրություններ գտնել, հենց դրանցից մեկն էլ սա է, որ համալսարանական կրթությանս ժամանակ մենք իմ շատ սիրելի դասախոսների հետ նաև գտանք այդ ընդհանրությունը ու արտ թերապիա ասվածի մեջ, հա, մենք ներդրեցինք նաև string art-ը, որովհետև ինքը իսկապես կարող է մարդուն օգնել, այդ հույզերը արտահայտել, ինքնադրսևորվել ու ինչպես նկարչությունն է որպես արտ թերապիայի ինչ-որ մի մաս դրսևորման ձև հանդիսանում, նաև մենք ներդրեցինք սա հենց այդ արտ թերապիայի մեջ որպես string art-ը նոր ոլորտ։ Ու դա էլ եղավ, որ այդ ընդհանրությունները երկու մասնագիտությանս մեջ շատ չհեռացրեցի իրարից ու կարողացա գտնել դրանց մեջ։ Իսկ ինչ նմանություններ կա ձեր մասնագիտության եւ այս string art-ի մեջ, ինչպես եք համատեղում։ Այդպես համատեղում ասված, երևի թե զուտ մարդու հոգեբանության, այսպես աշխարհայացքների դրսևորման առումով կարող եմ այդ ընդհանրությունները շեշտել, որովհետև այստեղ էլ այս արվեստի մեջ կամ առհասարակ արվեստի յուրաքանչյուր ճյուղի մեջ էլ դու ինքն արտահայտվում ես, դու դրսևորում ես քո մտքերը, քո երևակայությունը, քո աշխարհայացքը, ու իհարկե երբ որ մասնագիտության մեջ էլ դու ուսումնասիրում ես մարդու հոգեբանությունը, մարդու տեսակը եւ այլն, մտքերը եւ այլն, այդ ամեն ինչի մեջ դու իհարկե անդրադառնում ես դրան։ Երևի այդ առումով կարող իրար օգնում փոխ լրացնում։ Հա, իհարկե։ Իսկ այս աշխատանքում ո՞րն է ամենադժվարը։ Սկզբնական փուլում ինչ դժվարությունների եք հանդիպել։ Տեսեք, այս աշխատանքը ինքնին ինձ համար ամենասկզբից դեռևս բարդություն էր այն առումով, որ ես սենց ասած չունեի օգնող ուժ, չունեի ուղղորդող ինչ-որ մի բան, երբ որ ես 4 տարի առաջ առաջին անգամ որոշեցի, որ պետք է զբաղվեմ, պետք է շարունակեմ այս փուլը, ես կարելի ասել մենակ էի, որովհետև ես ինքնակրթության իմ սեփական փորձի ու ձախողումների վրա սկսեցի սա սովորել, չկար ինչ-որ մեկը, ով որ ինձ կասեր Շուշան ջան, այս ինչ բանը պետք է, այս ինչ ձևով անես, ես ուղղակի կամ իմ մաքսիմում ինչ-որ արտասահմանյան, ինչ-որ տեսահոլովակների եւ այլնի միջոցով պետք է դա ինձ ուղղորդեի ու անեի, ու ինքնին դա արդեն իսկ բարդություն էր, որովհետև մի բան է, երբ որ դու գործող ինչ-որ մի ոլորտի մեջ դրսևորում ես քեզ, հա, այսինքն դու անում ես մի բան, ինչ որ շատերն են անում, դու կարող ես նրանց փորձից վերցնես, չգիտեմ, ինչ որ մեկին ասես, գիտես, կարող ես ինձ այս հարցով օգնել, թե չէ, բայց մեկ այլ բան է, երբ որ դու այդ ոլորտում մենակ ես, ու հայկական շուկայում դա լրիվ նորություն էր, որովհետև շատերը անգամ տեղյակ չէին դա ինչ արվեստ է, լրիվ իրանց համար նորություն էր, շատերը ուղղակի ինչ որ արտասահմանյան կայքերում եւ այլն հանդիպել էին, ու դա շատ մեծ պատասխանատվություն էր ինձ համար, որ այն ինչը որ մարդիկ տեղյակ չէին, ես դա պետքա ներկայացնեի իրենց։ Այսինքն սա այս ողջ երևույթը ինքնին արդեն բարդություն էր իմ համար, դա իհարկե չնշեմ, թե ինչքանի անգամ ես ձեռքերս վնասել, որովհետև բնականաբար աղջկա այդ նուրբ ձեռքերին շատ խորթ է, չէ՞, այդ մուրճը, մեխը եւ այլն, կենցաղային որպես իրեր իրենք, այդ վնասվածքները այսպես հաշվի չառնելով, այդ բարդությունները իմ համար իրականում իրոք են շատ քողարկվել են, որովհետև ես շատ սիրով եմ սկսել այս արվեստով զբաղվելու ու ոչ այդ ցավացրած ձեռքը, ոչ այդ կոտրված եղունգը, ոչ մի բանի ինձ ուղղակի չի կանգնացրել ու շատ լուրջ բարդություն այսպես ասած չի հանդիսացել իմ համար։ Այ որ նշեք այդքան էլ զարգացած չէր այս ոլորտը Հայաստանում, դուք ինչպես իմացաք այս աշխատանքի մասին, արդյոք դուք էլ համացանցով հենց իմացաք դրա մասին։ Տեսեք, ես փոքր ժամանակ գնում էի ինչ-որ խմբակի, որտեղ մենք ուղղակի ինչ-որ ձեռագործ տարբեր աշխատանքներ էինք պատրաստում ու հիշում եմ, որ այդտեղ մի անգամ ինչ-որ պատկեր էի ստացել, երևի դա էլ ինչ-որ խմբակի ինչ-որ մի դասընթացներից մեկն էր այդ օրվա, մենք սիրտիկ էինք պատրաստել, հիշում եմ այդ, ու դրանից հետո ասենց շատ տարի, ես ասում եմ, երևի այդ ժամանակ կարող լինեի 7-8 տարեկան ու երբ որ ես օրերից մի օր ուղղակի էջում հանդիպեցի, եթե չեմ սխալվում, TikTok-ում էր, որ թերթում էի ու հանդիպեցի մի հատ հոլովակ, որտեղ մի աղջիկ էր, ով արտասահման մեջ չեմ հիշի, որ երկրից էր ինքը, մի խոսքով այդ աղջիկը դիմանկար էր պատրաստել ու հենց այդ թելի ու մեխի համադրությունով ես ինձ հետ գնացի ու հիշեցի, որ ես տարիներ առաջ նմանատիպ ինչ-որ մի բան ստացել եմ ու հետո որ ես նայեցի տարբեր կայքերով, էջերով, մի խոսքով ուսումնասիրեցի ու տեսա, որ Հայաստանում չկար նմանատիպ ինչ-որ ոլորտ, այսինքն չկար մարդ, ով որ զբաղվում էր սենց ասած դրանով,
Կարծեմ այդ ժամանակ մի հոգու հանդիպեցի, ով որ իրոք մասնագիտացված ու շատ սիրուն աշխատում էր այդ ոլորտում, բայց այդպես շաբլոն կերպով չէր, հա, ինքը դա տեսնելուց հետո ես հասկացա, որ ես կուզենամ ի սկզբանե ինձ դրսևորեմ դրա մեջ, կուզենամ լինեմ դրա մեջ ու դա հենց սկիզբը հանդիսացավ, այսինքն եւ փոքր տարիքում ունեցած ինչ որ մի փոքրիկ փորձը եւ արդեն այդ սոցցանցերի ազդեցությունը ու նաեւ այն որ սա եզակերը, որտեվ ես իսկապես կյանքի անգամ են չգիտեմ սովորական փուլերում եմ միշտ սիրել եմ գեղեցիկը տեսնել այնտեղ որտեղ որ մարդիկ միգուցե դա չնկատեն ու այս արվեստը եղավ դրանցից ինքը անհայտ էր, բայց դարձավ հայտնի շատ կարճ ժամանակաշրջանում ինձ համար։ Իսկ սովորելու ընթացքում կհիշես առաջին աշխատանքը որն է եղել, որ քեզ տպավորել է, քեզ դուր եկավ սկսել ես արդեն շարունակել։ Առաջին աշխատանքս եղել է իմ նկարներից։ Իմ օրիշում եմ այնքան եմ ծիծաղում, որովհետև շատ աղաբոր է ես իրան աշխատել, պահում եմ ճիշտ այն։ Իմ նկարներից մեկն էր, հա, այսպես դիմանկար չէր, զուտ մարդկային սիլուետ էր, հա, ասենց ասած, ու այդ ժամանակ որ պատրաստեցի, հիմա որ հետ եմ գնում հիշում եմ, ինքը ճիշտ է իմ համար շատ մեծ արժեք ունի, մենակ նրանով, որ ինքը իմ սկիզբն է եղել, այս արժեքավոր ուղու, հա, բայց այդ աշխատանքը պահում եմ միջև հիմա, կապած չեմ ուզում նայել ուղղակի։ Իսկ սթրինգ արտով զբաղվելու համար պետք է իմանաս նկարչություն, թե պարտադիր չէ եւ ինչով է տարբերվում նկարչությունից սովորական։ Տեսեք, ես ինքս էլ նկարիչ չեմ։ Ճիշտ է, ես փոքր ժամանակ գնացել եմ երկար տարիներ, հաճախել եմ գեղարվեստի դպրոց, նկարչություն ուսումնասիրել եմ, զբաղվել եմ, բայց ես ինձ պրոֆեսիոնալ նկարիչ չեմ համարի իհարկե։ Այսինքն սա նշանակում է, որ այս ոլորտում դու կարաս դրսևորես քեզ, կարաս ստեղծես ինչ որ կտավներ, անգամ ասենց շատ ինչ որ լուրջ նկարչական տաղանդ չունենալով։ Ճիշտ է, այդ նկարչի սուր տեսողությունը, այդ գեղեցիկը նկատելու, ֆիքսելու կարողությունը, չգիտեմ, այդ անկյունները, պատկերը ճիշտ ընկալելու ամեն ինչը ինչ որ չափով պետք է քեզ իհարկե դա անելու համար, բայց հիմա տեխնոլոգիական է զարգացած դարում են հեշտացված մեթոդները իհարկե կան, ու ես ինքս էլ շատ ժամանակ դիմում եմ դրան, որովհետև էլի եմ ասում, ես այսպես պրոֆեսիոնալ նկարիչ չեմ, ինչ որ ոնց ասում եք, չի խանգարել, այսինքն եթե դու ուզում ես զբաղվել սթրինգ արտով, սա դարձնել քո կարիերան, դարձնել քո սիրելի զբաղմունքը, դա բացարձակապես քեզ չի խանգարի, կարևորը ցանկությունն է ուղղակի։ Նաև նշեցի, որ տեխնոլոգիաների զարգացումը, նաև այս 3D մոդելավորումը, համակարգչային ձևավորումը զուգահեռ դրան, ինչպես է գնահատում եւ հիմա ինչքանով է պահանջված հենց ձեռագործ աշխատանքները։ Դա իրականում շատ խոցելի տեղում է հիմա, որովհետև ինքս էլ այսքան տարիների ընթացքում իհարկե որ աշխատում եմ, բնականաբար սոցցանցերում ներկայացնում եմ դա, որովհետև վաճառքներից մեծ մասն էլ հենց այդ կերպով եմ կարողացել ապահովել կամ մարդկանց հետաքրքրությունը հենց այդ կերպով եմ կարողացել շարժել, բայց հիմա անկեղծ չեմ կարող սրա մասին չասեմ, բայց մարդկային գիտակցությունը մեր բոլորից մի տեսակ շատ է պարզացել, շատ է ինչ առումով եմ ասում, որովհետև մենք անընդհատ ինչ որ սովորել ենք արագացված ինչ որ մեթոդների դիմել։ Մեզ ինչ որ մի բան պետք է արհեստական բանականություն, մեզ ինչ որ բան պետք է գեներացնել, ինչ որ պատկեր նկար, չգիտեմ, արհեստական բանականություն։ Ստացվում է մենք անընդհատ մեր միտքս այն շատ կարճ սահմանափակ ժամանակի մեջ ենք դնում, իսկ արվեստը դա չի սիրում։ Արվեստը սիրում է երևակայություն, արվեստը սիրում է երկար մտածել, միտք, չգիտեմ, ամեն ինչ որ կախված է մարդկային գիտակցության մտքի հետ։ Իսկ այս արհեստական բանական ես իհարկե դեմ չեմ ոչ մի տիպի տեխնոլոգիական զարգացումներին, հակառակ սիրում եմ շարժվել դրան զուգահեռ, բայց մարդկային մտքի վրա ու մարդկային աշխարհայացքի տեսակետերի վրա սա շատ ազդում է։ Այսինքն երբ որ դու փորձում ես ինչ որ մեկի հետ թեկուզ ինչ որ մի բարձր գաղափարից խոսել, հա, ինչ որ արվեստի բարձր ինչ որ մի արժեքից խոսել, դու զգում ես, որ մարդկային այդ մտածելակերպը բավականին նվազել է, ինչը որ մի քիչ ռոբոտացման է տանում, ես բացարձակ կողմ չեմ այդ առումով, որովհետև իրոք մարդկային միտքը շատ-շատ է պրիմիտիվացել, որը մեզ բացարձակ պետք չի, իսկ արվեստը լիարժեք կօգնի, որ դա տենց չլինի։ Ուղղակի պետք է լինել այդ արվեստում, սիրել այդ արվեստը, տեսնել ու գնահատել դա։ Նաև ավտոմատացված երբ որ լինում է, ավելի արագ են ստացվում աշխատանքները, իսկ քո աշխատանքը երբ որ ձեռագործել, ինչքան ժամանակ է խլում քեզանից, որ պատրաստ լինի։ Տեսեք, սովորաբար կախված է նկարի բարդությունից, չափից, այսպես ինչ որ ստանդարտ օրեր չեմ կարող նշել, ինչքան որ նկարը ավելի պարզ փոքր չափի է լինում, բնականաբար ավելի արագ է ստացվում, դա կարող է անգամ ժամեր տևի։ Բայց երբ որ ես օրինակի համար պետք է պատրաստեմ ինչ որ դիմանկար կամ ավելի մեծ չափի ինչ որ պատկեր,
Ես աշխատում եմ բաշխել ինչ-որ օրերի վրա, որովհետև այս աշխատանքը շատ լարված աշխատանք է իրանից ներկայացնում ու ես էլ բնավորությամբ մի քիչ շատ համառ եմ այդ առումով, ես եթե ուզեցա այդ նկարը հենց այդ օրը տեսնեմ, ես կարամ ամբողջ 24 ժամից տրամադրեմ դրան ու նստեմ աշխատեմ, բայց հետո զգում եմ, որ իմ առողջությունը ես ահավոր վնասում եմ դրանով, դրա համար վերջի շրջանում ուղղակի ինձ սովորեցրեցի, որ չէ, դու պետք է բաժանես, օրինակ, չգիտեմ, 3-4 օրերի նստես այդ 3-4 օրում, ասենք 3 ժամ աշխատես ընդհանրապես։ Սովորաբար հիմնականում այդ բարդ նկարները աշխատում եմ գոնե առնվազն 4-ից 5 օրում ավարտեմ, բայց այդ մաքսիմալն եմ ասում, որովհետև ոնց ասում եմ, իմ բնավորությունը այնպես որ ես կարող եմ 2 օրում ավարտեմ, ասեմ վերջ։ Բայց հիմնականում մինչև մի քանի ժամից, մինչև 4-5 օր ամենամաքսիմալ ու մինիմալ ժամկետներն եմ ասում, որ կարող եմ ստանալ։ Իսկ հիմա այս պահին միայն աշխատում ես պատվերներով, այսինքն աշխատանքը հենց լինում է պատվերով պատվիրված աշխատանք, թե նաև լինում է որ ստեղծագործում ես ուղղակի ինքնին ստացվում է նկարը։ Տեսեք, մի ընթացք կար, որ ես իրոք մենակ այդ պատվերների վրա էի ֆիքսված, դա այն ամենապիկ շրջանն էր, սենց ասած, երբ որ ինքը ասպարեզ եկավ որպես արվեստ, ինքը նորություն էր, մարդկանց շատ հետաքրքրում էր, հիմա էլ իհարկե այդ փուլում է, բայց հիմա սա ինձ համար դարձավ նաև այդ թերապիա ասվածը, որովհետև ես զգում եմ, որ երբ որ ես մի քիչ շատ ցենց խառը մտքերի մեջ էի, ես հոգեբանորեն ինչ որ լարված վիճակում էի, ես զգում էի, որ ես իմ հանգստությունը գտնում եմ հենց այդ արվեստի մեջ, ու միգուցե ես վերցնեի ինչ որ սիրուն պատկեր ընտրեի իմ համար ու սկսեի աշխատել դրա վրա, զուտ սիրողական իմ համար։ Եվ բացի դա, երբ որ դու պետք է էջում հանդես գաս որպես դրա ներկայացնող ու մարդկանց ինչ որ նոր բան պետք է ներկայացնես, բնականաբար բացի պատվերները քեզ պետք է նաև վիզուալ ինչ որ տարբերակներ ունենալ, ու իհարկե նաև դրանց վրա է աշխատում։ Հիմա այս պայդրությամբ էլ կան մոտս աշխատանքներ, որոնք որ դեռևս կիսատուն ու ես ժամանակիս առումով էլի եմ ասում, ուղղակի չեմ հասցնում այդպես շատ աշխատել, բայց այդ նկարները են, որ կիսատ sense ամենից ինչ որ մի բան արած սպասում եմ միջև որ հասցնեմ ավարտեմ ու իրանք պատվեր չեն, իրանք ուղղակի իմ սիրողական սիրուն ինչ որ դրսևորումներ են լինելու։ Իսկ լինում են աշխատանքներ, որ այդպես էլ կիսատ են մնում, զգում եք, որ չեք կարողանում այլևս ստեղծագործել եւ վերջնական ավարտին հասցնել։ Երբեք նման աշխատանք չեմ ունեցել ու հույս ունեմ, որ չեմ ունենա, չէ։ Եղել է օրինակ, որ ընթացքում ինչ որ բան փոխել եմ։ Ասենք, չգիտեմ, գունային ինչ որ մի բան զգացել եմ ինձ դուր չի գալիս, կարող է 2 օր դադար տայի, մտքերս մի հատ հավաքեի ու նորից նայեի այդ նկարին, հասկանայի ինչը կարամ փոխեմ, բայց կիսատ թողնել որևիցե նկար չեմ ունեցել։ Այդ փոփոխություններից խոսեցինք, գեղանկարչության ժամանակ, երբ որ մատիտով նկարում ենք, կարող ենք ջնջել եւ նորից նկարել։ Իսկ այս դեպքում կարող ենք փոփոխել ինչ որ բան։ Չէ, սա համեստի ամենացավոտ տեղերից մեկն է, որովհետեւ այդ գեղանկարչության մեջ մենք վրձի ներկի կամ չգիտեմ մատիտի այն ռետինով բան ամեն ինչով կարանք ջնջենք, մաքրենք իրան ինչ որ չափով նորից ստանանք, բայց այստեղ մենք գործ ունենք տախտակների ու մեխերի հետ, ու այդ մեխի հետքերը վերացնելը գրեթե անհնար է շատ դեպքերում, այսինքն ես դրա համար այս մեղման process-ը այս արվեստի ամենայն զգույշ ու կարևոր տեղն եմ համարում, որտեղ թելերը իհարկե դու այդ պայն հավաքեցին ինչ որ բան դուրս չեկավ, կարաս փոխես, կարաս քանդես, նորից հավաքես, իմ հետ էլ շատ տենց եղել է, բայց ինչը վերաբերում է մեղման process-ին, այդ մեխերը երբ որ հանեցին ինչ որ սխալ տեղից, ուղղակի անհնար է իր տեղը լրացնել, ստիպված ես տախտակը փոխել, նկարած նորից սկսել մեխել ու նորից հավաքել։ Այս աշխատանքի, այս արվեստի բարդություններից մեկը հենց դա է, որ պետքա շատ-շատ զգուշորեն աշխատես, որ չվնասես նկարը, չվնասես քո ծախսած ժամանակը, ասենց ասած, նյութերը, ռեսուրսները եւ այլն։ Իսկ ինչ հիմնական նրբություններ պետք է հաշվի առնել, ինձ թվում է արդեն հեռուստադիտողների շատերին հետաքրքրեց այս մասնագիտությունը, երբ որ ուզում են սկսեն, հիմնական ինչի վրա կենտրոնանան եւ ինչը հաշվի առնեն։ Շատ կարևոր է, որ դժվարություններից չխուսափեն, ես ինքս դա իմ փորձի հիման վրա հիմնվելով եմ ասում, որովհետև իսկապես բարդ շրջաններ շատ են լինում, հատկապես աղջկա համար, որովհետև այդ մուրճն ու մեխը իրոք շատ խորթ է լինում աղջկա ձեռքին, դա օգտագործելը կիրառելը աշակերտներից մեջ էլ աղջիկներ են հիմնականում եղել մեծամասնությունը ու իրանց համար էլ սկզբնական շրջանում ես զգում եմ, որ դժվարությունը հենց այդ մուրճի ու մեխի համադրությանը հարմարվելն էր, ադապտացվելն էր լինում, բացի դա ուղղակի դժվարություններին հարմարվելը այսպես գլոբալ ինչ որ ասված է, բայց ուրիշ նրբություններ զուտ պետքա ճիշտ ընկալել պատկերը, ինչ ես ուզում ստանաս, ի սկզբանե հասկանալ այն պատկերը, որը որ դու պետք է ստանաս, դրա ստեղծման այդ պատկերման սկզբնական փուլից սկսած մինչև այդ թելերով հավաքելու process-ը ինքը իրանի շատ լուրջ զգուշություն է պահանջում, որովհետև էլի եմ ասում, այստեղ փոփոխել ինչ որ բաներ անելը գրեթե անհնար է, 99%-ով անհնար տարբերակ է, դրա համար պետքա մաքսիմալ տրվես այդ աշխատանքին, մաքսիմալ իր մեջ լինես, որ կարողանաս այդ բոլոր բարդությունները հաղթահարես ու ստանաս այն ինչ որ դու ուզում ես։
Իսկ երբ որ դուք եք սովորում եւ հիմա ինչ եք նկատում, այս ոլորտը որքանով է զարգացած եւ երիտասարդների համար հատկապես այն կարող է դառնալ եկամտի աղբյուր, եթե սովորեն։ Երբ որ ես սովորում էի 4 տարի առաջ, ինքը էլի եմ ասում շատ թեթև ոլորտ էր, հա, այստեղ մի հոգի էի ես հանդիպել, որ աշխատում էր շատ սիրուն կերպով, բայց շատ մարդկանց համար էլի եմ ասում ինքը ուղղակի անծանոթ ոլորտ էր։ Ու անգամ մի տարի հետո ես զգացի այդ փոփոխությունը, ասենց ասած, երբ որ տարբեր լրատվամիջոցներ անդրադարձան, ես ինքս ակտիվ սկսեցի էջը վարել, լիքը պատվերներ ստացա, այդ շատ մեծ ոգևորություն էր, հա, ու ես զգացի, որ այդ ոլորտը աճ գրանցեց, ասենց ասած, ու հայկական մշակույթի մեջ ինքը որպես նորություն եկավ ու դրսևորեց իրան շատ լիարժեք կերպով։ Հիմա այս արվեստը բավականին զարգացում ունի, ես չեմ կարա դա իհարկե հերքեմ, բավականին մեծ ճանաչում ունի, անգամ ես նկատում եմ, որ վերջին տարիներին, վերջինս մի քանի տարիներին, մոդի 1-2, հայտնվել են էլի նոր մարդիկ, ովքեր սկսել են աշխատել եւ տարբեր դիմանկարների, կան մարդիկ, ովքեր միայն դիմանկարների օրինակ վրա են ֆիքսված, կան մարդիկ, ովքեր սիրում են նաեւ ինչ-որ այլ պատկերներ ստեղծել, հա, այսինքն ստացվում է, որ ճանաչումը ունի արդեն այս արվեստը, այն 4 տարիների համեմատ բնականաբար հիմա շատ ավելի մեծ շարժ ունի։ Իսկ եկամտի հետ կապված դեռևս 4 տարի առաջ, երբ որ ես սկսեցի 19 տարեկանում էի, ես դա եղել է իմ առաջնային եկամտի աղբյուրներից մեկը։ Իհարկե միջև այդ ես էլի աշխատել եմ իհարկե, բայց երբ որ այս արվեստը հայտնվեց իմ կյանքում ու բացի սիրողական զբաղմունք լինելը նաև եղավ ինձ համար ֆինանսական ինչ-որ մի օղակ, հա, սա ինձ էլի ոգևորիչ էր իհարկե բնականաբար, որովհետև այդ տարիքում սեփական գումարը այն էլ սեփական ինչ-որ ձևով, հա, աշխատանքով ստանալը շատ մեծ պատասխանատվություն է նաև ու սենց ասեմ, եթե դու իսկապես լինես այս արվեստի մեջ, հասկանաս իրա թույլ ու ուժեղ կողմերը ու կարողանաս տաս այն ինչ որ մարդիկ քեզանից կպահանջեն, սա կարա ծառայի քեզ համար լիարժեք եկամտի աղբյուր, ճիշտ է, ինչպես ասեցի ես թվային դարում, հա, մի քիչ շատ ավելի քիչ է գնահատվում նմանատիպ բաները, ես էլի եմ ասում ինքս էլ սրանով ներկայանալով սոցցանցերում հասկանում եմ, որ այն պրիմիտիվ, չեմ ուզում իհարկե ոչ մեկի ոչ մի գործին ես երբևէ անուն դնեմ, բայց ինչ որ պրիմիտիվ բաներ շատ ավելի մեծ նշանակություն կարան իրենց տան, քան այն արվեստի հետ կապված թեկուզ ինչ որ մի գործը, որի վրա դու շատ երկար ժամանակ ռեսուրսներ ու եռանդ ես դնում։ Բայց եթե նպատակաուղղված դու աշխատես դրա ուղղությամբ, հա, սա կարա քեզ համար լինի լիարժեք եկամտի աղբյուր ու ես էլ իմ աշակերտների հետ միշտ աշխատելիս իրենց ասել եմ, որ եկեք սրան չվերաբերվենք միայն որպես արվեստ, սրան վերաբերվեք որպես ձեր նպատակների նոր ուղի, այսպես ասած, որը որ դուք կարաք հարթեք ձեզ համար ու շատերը որ տեսնում եմ հիմա այնպես ուղղված, այսպես ասած, աշխատում են դրա հիման վրա, որ հետագայում ես իրենց արդեն տեսնում եմ այդ կերպարում, որ միգուցե իրանք դա կարողանան նաև ծառայեցնել իրենց համար ֆինանսական որպես օղակ։ Այսինքն ոնց հասկացա, նաև դասավանդում եք այս արվեստը եւ քանի աշակերտներ ունեք, հետաքրքրվածություն կա արդեն։ Տեսեք, ես պահդրությամբ ժամանակս էլի չի ներում, ես չեմ կարողանում հիմա աշակերտներ վերցնել, բայց իհարկե ունեցել եմ խմբեր, շատ մեծ սիրով, շատ մեծ ոգևորությամբ աշխատել ենք աշակերտներիս հետ։ Այդպես, բայց այս պայդրությամբ չունեմ, ես շատ մեծ հույս ունեմ, որ ինչ-որ մի օր ես էլի կկարողանամ ժամանակից մեջ տեղավորվել ու կարողանամ այդ խումբը հավաքել, որովհետև այս պահին էլ աշխատանքի բերումով անդադ տարբեր քաղաքներում եւ այլն, սա ինչ-որ չափով իհարկե բարդություն ա դնում իմ առաջ ու ես չեմ կարողանում ֆիքսվել ու աշխատել։ Ընթացքային ես փորձեցի on-line կուրսեր նաեւ եւս ասենց ասած հայտարարել ու սկսել աշխատել, բայց երևի իմ ոչ հետևողական վիճակը ստիպեց նրան, որ ես կարճ ժամանակ հետո ուղղակի էլի գործերով անցա ու չկարողացա խումբ հավաքել, շատ մեծ այսպես ռեսուրսներ չդրեցի դրա վրա, բայց էլի եմ ասում, հույս ունեմ, որ ինչ-որ ժամանակ հետո, երբ ես կկարողանամ մի քիչ գոնե թեթևացնել գործերս, կկարողանամ էլի, որովհետև ես շատ մեծ սիրով եմ աշխատել աշակերտների հետ, հա, իմ համար դա այնքան ասենց ուրիշ է, երբ որ դու ես աշխատում, ու շատ ուրիշ է, երբ որ դու տեսնում ես, թե ոնց են քո սովորացրած կերպով աշխատում, ու այդ երեխեքի են ոգևորված փայլող աչքերը, իրենց ստացված սիրուն արդյունքները անդադ ինչ-որ մարդկանց ցույց տալի եւ այլն, դա շատ մեծ ոգևորություն է իսկապես։ Իսկ հետաքրքրվածությունը ավելի շատ աղջիկների մոտ է, թե տղաների այս արվեստը։ Ճիշտ է, աղջիկների Ես ինքս էլ որ միշտ ասում եմ, չէ, այդ խորթ է այդ մուրճը մեղը, բայց միշտ կարելի ասել ես տղա աշակերտ չեմ էլ ունեցել։ Իմ աշակերտները բոլորը աղջիկներ են եղել ու իրանց հետաքրքրվածությունը միշտ դաժան ամակների բանի մեջ միշտ աղջիկները առաջին տեղում են եղել։ Գիտեմ, երևի իրանք արվեստի ավելի շատ են ինչ որ չեմ կարող ասեմ ինչով է պայմանավորված, բայց
իրանք են շատ եղել։ Այ հեռուստադիտողները նաև դիտեցին ձեր աշխատանքներից մի քանի օրինակներ, կան ցուցադրություններ, երբևէ արել ես քո աշխատանքների ցուցադրություններ կամ եթե դեռ չես արել, կա ցանկություն նպատակ որ կատարվի։ Շատ մեծ ցանկություն կա, այսպես ասեմ, որ սկսման առաջին իսկ փուլից, երբ որ այս գործունեությունը սկսել եմ այս ոլորտում, միշտ նպատակ ա եղել, որ ինչ որ մի օր շատ սիրուն կերպով ես ներկայացնեմ իմ նկարները, բայց չեմ ուզում շտապել, որովհետև դա ինձ համար ինքը ավելի պատասխանատու կերպ է, ինքը իրադարձություն պետք է լինի ու որին դու պետք է շատ պատասխանատու կերպով էլ անդրադառնաս, դրա համար կուզենամ մի քիչ ավելի շատ կտավներ հավաքեմ, որովհետև իմ կտավների մեծամասնությունը վաճառվել են ու ես sense ասած չունեմ ինչ-որ պատրաստի շատ տարբերակներ, որոնք կարողանամ ցույց տամ, դրա համար կուզենամ ինչ-որ բազա ունենամ, sense ասած, կարողանամ դրանով ներկայանալ ու հույս ունեմ այս ընթացքում այս իրողական ինչ-որ ստացված պատկերները ես կկարողանամ գոնե դրանք պահել իմ մոտ, որ կարողանամ, բայց նպատակս sense ասած երազանք նպատակ ինքը միշտ առաջին տեղում ա եղել ու այսքան ժամանակ չի եղել ցուցադրություն, ոնց հասկացաք, բայց եղել է որ վաճառակետերում եւ այլն տարբեր տեղերի իհարկե ցուցադրվել է, այջերում ցուցադրվել է, բայց հույս ունենամ այդ ժամանակը շատ հեռու չի ու կստացվի ինչ-որ մի օր նաև շատ սիրուն կերպով ներկայանալ հասարակությանը արդեն ինչ-որ մի տեղում ու ինչ-որ լիքը պատկերների մեջ։ Շնորհակալ ենք շատ Շուշանա ջան, հետաքրքիր զրույցի համար, ձեզ մաղթում եմ նորանոր հաջողություններ։ Ձեզ եմ շատ շնորհակալ եւս մեկ անգամ հրավերի համար, ինձ էլ շատ հաճելի էր։ Հուսամ մեր, այսպես ասած, բոլորիս գործողությունները, հա, մեր բոլորիս աշխատանքային process-ները միշտ հաջողությամբ պսակված կլինեն։ Սիրելի հեռուստադիտողներ, հիշեցնեմ, որ այսօր զրուցում էինք Շուշան Մաթոսյանի հետ, ով սոցիալ բանկավարժ է, բայց զբաղվում է նաև սթրինգ արտով։ Այս պահին առաջարկում եմ դիտենք տեսահոլովակ, վերադառնանք եւ շարունակենք եթերը։ Սիրելի հեռուստադիտողներ, մենք վերադարձանք եւ հիմա հնարավորություն ունենք ծանոթանալու մի հեռավոր, բայց հիասքանչ կղզու հետ, Ֆիջիի հետ, որը պարզապես տարածք չէ քարտեզի վրա, այլ իրական դրախտ է փիրուզագույն ջրերով ու փարթամ բնությամբ։ Հիմա առաջարկում եմ միասին ծանոթանանք այս հրաշագեղ կղզու պատմությանը։ Ֆիջի կղզիների հանրապետություն կամ պարզապես Ֆիջի այն գտնվում է Խաղաղ օվկիանոսի հարավային մասում Ֆիջի կղզեխմբի վրա։ Կղզեխումբը բաղկացած է ավելի քան 300 կղզիներից, խոշորներն են Վիտի Լվուն եւ Վանուա Լվուն։ Ափերը կտրտված եւ շրջապատված են կորալային խութերով։ Խոշոր գետերն են Ռևան, Վանի Բուկան եւ Մբան։ Կլիման խոնավ արևադարձային օվկիանոսային է։ Տարածվում են խոնավ արևադարձային անտառները, տեղ-տեղ մարդու միջամտությամբ առաջացած սավանաները։ Ֆիջի ժամանակակից անվանումը ծագել է երկրի գլխավոր կղզու անվանումից՝ Վիտի Լվուից, իսկ ավելի կոնկրետ կղզու տոնգայական արտասանությունից։ Տոնգո կղզու բնակիչները հնագույն ժամանակներից ունեին սերտ կապեր ֆիջիցիների հետ, որոնք տարածաշրջանում համարվում էին խիզախ զինվորներ եւ դաժան կանիբալներ, իսկ նրանց զենքերը եւ այլ արտադրանքները մեծ պահանջարկ ունեին։ Այս կղզին հայտնի դարձավ եվրոպացիների համար ճանապարհորդ Ջեյմս Կուկի շնորհիվ, ով առաջին անգամ քարտեզի վրա նշեց կղզու ժամանակակից անվանումը Ֆիջի։ Ֆիջին բնակեցված է մոտավորապես 3000 տարի առաջ կենտրոնական Վանուատուից տեղափոխված մի քանի միգրացիոն խմբերով։ Եվրոպացիների հայտնվելը կղզում լավ չընդունվեց, հաճախ միտցեղային կռիվներ էին ընթանում։ Ֆիջի կղզեխումբը հայտնաբերվել է 1642 թվականին հոլանդացի ծովագնաց եւ ճանապարհորդ Աբել Թասմանի կողմից, սակայն անցավ ավելի քան 1.5 դար մինչև եվրոպացիները բնակություն հաստատեցին Ֆիջի կղզեխմբում։ Ֆիջի կղզիներում կա ցինկի, ոսկու, պղնձի, կապարի եւ այլ մետաղների զգալի պաշարներ։ 1970-ական թվականներին կատարած հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ Սինկատոկա եւ Մբա քաղաքների մոտակայքում կան հանքաքարեր, որոնց բաղադրության 57-ից 50%-ը երկաթ է, 6-ից 7% տիտանի օքսիդ, իսկ մնացած մասը քրոմ եւ այլ ապարներ։ Չնայած դրան անարդյունավետ հանքաքարերի մշակման պատճառով ստանում են միայն ոսկի եւ արծաթ։ Ոսկին մշակվում է եւ արդյունահանվում է երկրից սկսած 1933 թվականից, բայց Ֆիջին միայն բնությունը չէ,
այն ունի հարուստ մշակույթ։ Տեղաբնակ ֆիջինցիները հպարտությամբ պահպանում են իրենց ավանդույթները պարերի, երգերի եւ արհեստների միջոցով։ Ֆիջին ոչ միայն գեղեցիկ կղզիների խումբ է քարտեզի վրա, այլ կենդանի վկայություն այն պարզ ճշմարտության, որ ներդաշնակությունը բնության, մշակույթի եւ մարդկային հարաբերությունների միջև դեռ հնարավոր է։ Իմ շատ սիրելի հեռուստադիտողներ, շնորհակալ եմ, որ առավոտը սկսեցիք մեզ հետ եւ վստահ եմ, որ մենք կարողացանք պահպանել ձեր առավոտյան դրական տրամադրության մի փոքր չափաբաժինը։ Ձեզ հաճելի օրվա շարունակություն եմ մաղթում, իսկ ովքեր որ աշխատանքի են եւ չհասցրեցին մեզ դիտել, ձեզ մաղթում եմ հաճելի աշխատանքային օր, իսկ մենք արդեն կհանդիպենք վաղը։